Տղամարդիկ եղել են 29-ից 30 տարեկան արարման պահին, կանայք եղել են 17 տարեկան։ Հավատալը դրան անգրագիտությունն է։ Ոչ, մեր դրոշը, մեր օրհներգը, որոնք չի կարելի ընդհանրապես կիրառել, որևէ նշանակություն չեն ունենում մեր պետության ճակատագրի վրա։ Առաջին բնակատեղին, որ տրամադրվել է Արարչի կողմից, մեր 8 հոգում Տերտիրուհիներին եղել են Սյունիքի քարանձավները։ Շուրջ ջան, դուք էս ամեն ինչը որտեղից գիտեք։ Որոնք չեն ֆինանս, չափի զգացումը ամեն ինչի հիմքում է եւ ամենակարևոր բանն է։ Մենք մտածում ենք վաղը բոլորը նույն կերպ ընկալելու են այս ամենը։ Հենա ասում են թող աստվածները անեն, իրանք էլ լստեն բան։ Դե այդքան լավն են թող անեն։ Կարելի է նաև կապ հաստատել մնացած օրվա բոլոր զույգ ժամերին, բացի գիշերվա 4-ից։ Ով ինչ անում է, դա վերևից տեսնում են եւ համապատասխան գնահատվում է դա։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաներին, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Իդեպ, մեր YouTube-յան վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր հաղորդումը դիտողների 75%-ը բաժանորդագրված չէ մեր ալիքին։ Ուղղեք, խնդրում եմ այս բացի, իսկ ես մեծագույն սիրով ներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Տիեզերքի հարցերով փորձագետներ Լիլիթ Մարգարյան եւ Գոհար Գրիգորյան, հարգանքներս։ Բարև ձեզ։ Դարձյալ բարով եք եկել, ես կարճ նշեմ, որ առաջին հաղորդումը բավական մեծ արձագանք ունեցավ, հիմա արձագանքներին առարկայական կանդրադառնանք, ավելին հարցերի մասին մի քանի հարց առանձնացրել ենք եւ կխոսենք հաղորդման վերջում, բայց թերևս ձեր կարծիքը առաջին հաղորդումից հետո։ Կարծիքս բավականին ու տպավորություն ավելի։ Այո, տպավորությունս ներողություն բավականին դրական է, ինչ առումով ոչ այն պատճառով, որ բավականին դիտումներ են եղել, արձագանքները շատ մեծ մասամբ ջերմ էին, այլ այն պատճառով, որ հետաքրքրությունը այս ոլորտի, այս թեմայի նկատմամբ առկա է, ինձ ամենաշատ ուրախացրեց այդ փաստը։ Ես իդեպ նշեմ թվերով, այս պահի դրությամբ, որ հենց հիմա մարդիկ դիտում են հաղորդումը մոտ 75000 դիտում, 12-13 օրվա ընթացքում եւ ավելի քան 700, չէ, 750-ից ավել մեկնաբանություն համեցեք։ Այո, մեկնաբանություններ։ Այո, ուրախալի է այդ փաստը, որ մարդիկ adekvat վերաբերմունք ցույց տվեցին այս ամենին, չնայած առաջին անգամ լսելով նման թեմաներ, եւ իրոք արձագանքը շատ մեծ էր։ Պատկերացրեք, միջև այս վերջին պահն էլ մեզ գրում են, զանգում են, տեսազանգով, իդեպ շատ բավականին հետաքրքիր սուր հարցեր են տալիս, որի համար մենք շատ ուրախ ենք։ Իհարկե այն հարցերը, որոնք մենք տեղեկացված ենք, մենք որոշ չափով պատասխանել ենք սոցհարթակներում, որոշն էլ կպատասխանենք, առանձնացրել ենք այսօր հաղորդման ընթացքում։ Բայց դուք տվեք հարցեր, մենք անպայման, եթե անգամ չգիտենք, մենք միասին կբացահայտենք տիեզերքի գաղտնիքները։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Գիտեք, իմ շրջապատում էլ ուրախալի է մի փաստ, որ հաճախ լինում է դեպքեր, հյուրերին անձնապես թիրախավորում են։ Չգիտեմ, ձեր տեսքն է, որ գրավել է կամ գերել է մարդկանց թե ոնց, բայց ավելի շատ գաղափարներն ու ուղերձներն էին մարդիկ քննադատում, հետաքրքրությամբ ինչ-որ հարցեր տալիս, իսկապես կարողացանք մարդկանց հետաքրքրել, հիմա շատ ավելի հետաքրքրությամբ վստահ եմ պետք է սպասեմ, թե ինչ թեմաների են կանդրադառնալու։ Եթե դեմ չեք ի սկզբանե փորձենք հասկանալ, թե ինչ տեր կամ ով էր ի սկզբանե, ինչպես ստեղծվեց երկիրը տիեզերական աստիճանակարգ կոչվածը։ Ով ում արարեց, ով ում ինչ է, ինչ գործառույթ ունի եւ այլն եւ այլն։ Խնդրեմ։ Իդեպ, եթե չեմ սխալվում, այս մասին բազմաթիվ հարցեր են եղել։ Ուրեմն տիեզերքում 4.553.173 տարի առաջ գոյացավ Սուրբ Սրբոց Արարիչը։ Ընդ որում միակ պատահականությունն էր ամբողջ տիեզերքի մեջ,
Նրանից հետո բոլոր ոչ մի պատահականություն գոյություն չունի, ամեն ինչ օրինաչափ է։ Միայն Արարչի գոյացումն է, որ եղել է պատահականություն ամբողջ տիեզերքի մեջ։ Առաջինը արարելով երկիրը, Արարիչը, այնուհետև մոլորակները, արեգակնային համակարգը եւ վերջում արևը։ Նրանից հետո Արարիչը արարում է բուսական աշխարհը, բնությունը եւ կենդանիներին։ Այս ամբողջ ընթացքը տևում է մոտավորապես 638,070 տարի։ Այս ամբողջ պարունակությունն է տիեզերքի արարումն, որից հետո եւ նաեւ զգում է անհրաժեշտություն, չէ՞, պետք է մարդիկ, որպեսզի նրան օգնեն այս ամենին տիրություն անելու համար, արարում է 8 մարդկանց Արարատի տարածքում, այն ժամանակ դեռ չի եղել Արարատ լեռը, Արարատ լեռան տարածքը ամբողջ տիեզերքում ամենամեծ էներգետիկ դաշտ ունեցող տարածքն է։ Հենց այդ տարածքում էլ նա արարում է 8 մարդկանց, ում կոչում է տալիս է տիտղոս Սուրբ, Սրբոց, Երկնային Տեր եւ Տիրուհիներ եւ երկրային։ Եվ երկրային Տեր Տիրուհիներ, Սուրբ Սրբոց, Երկնային եւ երկրային Տեր Տիրուհիներ տիտղոսն է տալիս նրանց։ Չեմ կարող չասել, լավ ուրիշ լեռ չկար, որ հենց Արարատը։ Ինչու Արարատը։ Լեռը դեռ գոյություն չուներ։ Չուներ, այո, տարածքը։ Հարթավայր էր այդտեղ, բայց շատ հզոր էներգետիկ դաշտով եւ մենք չենք որոշում, Արարիչը ինքը հասկացավ, որ ամենահարմար վայրը դա է։ Դա իր որոշումն էր։ Արարատ լեռը ընդամեն 186,000 տարվա լեռ է, ժայթքել է բոլորովին վերջերս, եթե հաշվի առնենք 4 միլիոնից ավել տարիքը այս ամենի, իսկ Արագածը Արարչի արարած լեռներից է, շատ հին, հենց սկզբում արարված։ Առաջին մարդուն, ում արարեց Արարիչը 3,915,103 տարի առաջ, հուլիս ամսվա 25-ին, դա Սուրբ Սրբոց, Երկնային եւ երկրային Տեր Արամազդն էր, որից հետո աստիճանաբար 97 տարիների ընթացքում արարվեցին մնացած բոլոր երկնային Տեր Տիրուհիները։ Ես նշեմ նրանց անունները. Սուրբ Սրբոց, Երկնային եւ երկրային Տեր Արամազդ, Սուրբ Սրբոց, Երկնային եւ երկրային Տիրուհի Աթինաս Պալաս, Սուրբ Սրբոց, Երկնային եւ երկրային Տիրուհի Անաիդա, Սուրբ Սրբոց, Երկնային եւ երկրային Տիրուհի Արտեմիսե, Սուրբ Սրբոց, Երկնային եւ երկրային Տիրուհի Այսեմիկե, Սուրբ Սրբոց, Երկնային եւ երկրային Տիրուհի Ափրոտիդե, ավելի ճիշտ, Սուրբ Սրբոց, Երկնային եւ երկրային Տեր Քրոնոս, Սուրբ Սրբոց, Երկնային եւ երկրային Տիրուհի Աստղիկ։ Դե հիմա ոչ չհարցնեմ, համ հունական, համ հայկական դիցաբանությունից աստվածների անուններ տվեցիք։ Իրականում ոչ հունական է, ոչ հայկական, Զևսը ընդամենը Քրոնոսի թոռը թե ծոռն է։ Թոռը։ Ինչու արարեց, սկսենք դրանից։ Գինեխնության աստված Քրոնոսի։ Ոչ, ժամանակի աստվածն է համարվում հունական դիցաբանության մեջ, բայց ինքը բոլորովին այլ գործառույթ ունի։ Այ ժամանակն է Քրոնոսը, գինեխնությունը։ Այստեղ մի բան նշեմ Քրոնոսի հետ կապված, մենք անմիջապես այս հարցը բարձրացրել ենք, որ արդյոք նա համարվում այսպես, ժողովրդի կողմից իհարկե մենք գիտենք, որ նա աստված չի, նա երկնային տերերից է, եւ նման բան չկա ոչ մի ժամանակի հետ, նա կապ չունի, նա Արարչի արարած 8 երկնային տերերից մեկն է։ Իհարկե, ժամանակի տերն էլ է Արարիչը։ Այո։ Ինչ խոսք։ Ինչու արարեց նախ երկրորդ տղամարդուն 6 կին եւ 2 տղամարդ։ Որպես ընկեր, որպես օգնական, որպես ընդհանուր կարգի գործերը կարգավորելու աշխատանքներում օժանդակող ընկեր մի տղամարդու գոյությունը Արարիչը համարեց ոչ բավարար եւ արարեց երկրորդին, օժտելով նրան նույն իրավունքներով եւ հնարավորություններով, ինչ որ Արամազդին բոլորը նրանք ունեն նույն հնարավորությունները եւ
իրավունքները եւ օժտված են ազատ կամքով բոլորը Արարչի արարած 8 հոգին եւ նրանցից ծնված բոլոր դիցերը եւ դիցերից ծնված բոլոր մարդիկ ունեն կամքի ազատություն դա անխախտ օրենք է տիեզերքում Սակայն հենց սկզբից մեզ անհայտ պատճառներով նրանց միջև հակասություն է ծագել, որին մենք տեղեկանալ չենք կարող եւ այդ ոլորտը ընդհանրապես մի քիչ էլ փակ է։ Ինչ պատճառներով կանանցից երկուսը տեղափոխվել են, թողել են Քրոնոսին եւ տեղափոխվել Արամազդի մոտ։ Արարչի թույլտվությամբ։ Եվ Արամազդը 5 կին ունի հիմա, 5 կին ունի նաև Քրոնոսը, սակայն միայն Աստղիկն է, որ երկնային տիրուհիներից էր մնացել մոտ, եւս 4 դիցուհիների հետ ամուսնացել է հետագայում Քրոնոսը։ Արամազդի սերունդներից։ Բնականաբար, ոչ իր աղջիկների հետ չէր ամուսնանա։ Իդեպ այդ արյունապղծությունը սարսափելի խիստ է վերահսկվում նրանց մոտ։ Այնտեղ կա, այսինքն գոյություն չունի նման բան։ Հիերարխիան կա, էլի այսինքն։ Այո, միանշանակ։ Եվ նրանցից ամեն մեկը ունի իր գործառույթը։ Եթե ուզում եք անդրադառնալ։ Չէ, միանշանակ անդրադառնալու ենք, բայց հետաքրքիր է, այսինքն ի սկզբանե Արարիչը ամենակարող Աստված, հա, ո՞նց է ճիշտ Արարիչ, լավ։ Սուրբ Սրբոց Արարիչ։ Սուրբ Սրբոց Արարիչը ստեղծել է 8 Աստված։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Ոչ, երկնային եւ երկրային տիրուհիներ։ Իդեպ նրանցից առաջինը Արամազդ։ Տղամարդիկ եղել են 29-ից 30 տարեկան արարման պահին։ Կանայք եղել են 17 տարեկան։ Այդ տարիքը մարդկանց համար չունի այն նշանակությունը, ինչ որ իրենց համար այդ տարիքները մտավոր եւ ֆիզիկական զարգացման կարևոր փուլ են համարվում։ Մարդկանց համար մի փոքր։ Հա, տղամարդիկ ավելի բութ են, էլի, 30 տարեկանը 19-ի հետ ամուսնանում։ Ես չէ, նման բան նախ չի կարելի ասել եւ երկրորդ նրանց գիտելիքների եւ կարողությունների աստիճանը աներևակայելի է մեզ համար բթության մասին միայն։ Ես աստվածների չեմ ասում, ես այդ տարբերությունն եմ ասում, էլի, միշտ տղամարդիկ չգիտես ինչի ասում են, որ դիմք երիտասարդ։ Գուցե տղամարդիկ պիտի ավելի կայացած, հզոր, ուժեղ լինեին, ավելի իմաստուն, ինձ համար դժվար է։ Լավ, գանք գործառույթներին, հա, ինչ գործառույթներ ունեն այդ տիրուհիները, տերերը։ Սկսենք գուցե չէ հենց Արամազդից։ Իդեպ նշենք նաև, որ ինչպես Սուրբ Սրբոց Արարիչը արարել է այս 8 Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տեր-տիրուհիներին ըստ անհրաժեշտության, նրանց համար նախատեսելով կոնկրետ գործառույթներ, այնպես էլ հետագայում նրանք, որ կծնեն իրենց երեխաներին, բոլորի համար նախատեսված են կոնկրետ աշխատանքներ, ինչ որ կարևոր ոլորտներում։ Առաջինը Արամազդն է, որի գործառույթների մեջ են մտնում պատերազմները, իհարկե արդար պատերազմները, հայրենական պատերազմները, այսպես ասած, փոթորիկ, երկրաշարժ, ցունամի, հրաբուխ, քանդակագործություն, մեծ մասշտաբի քարագործություն, ինչպիսին օրինակ քարահունջն է, բուրգերն են, եգիպտական, արդարադատություն, նրա ամենակարևոր գործառույթներից, մոտավորապես այսքանը Արամազդի վերաբերյալ։ Հաջորդը Անաիդը, մայրություն, ծննդաբերություն, չբերություն, ընտանիք, ընտանեկան համերաշխություն,
եւ բուսական աշխարհ, ամբողջ բուսական աշխարհ, պտղաբերություն։ Այս ամենի հովանավորն է։ Այո, Անահիդը։ Այսեմիկեն տնօրինում է բնության տարերքները։ Կարկուտ, անձրև, ձյուն, արև, դրանց կարգավորումը, մակընթացություն, տեղատվություն երկրագնդի վրա այս երևույթների, բերքի օրինակ փրկությունը շատ մեծ հաշվով նրա կամքից է կախված։ Եղանակային ցանկացած փոփոխություններ եւ այլն տնօրինում է այսեմիկեն։ Հաջորդը Աթինաս Պալազ։ Աթինաս Պալազը Արարչի անմիջական օգնականն է։ Այդ ինչի տենց բոնուս։ Ինչով է։ Ինչ-որ չեմ կարող ասել, բայց որ շատ կարևոր էլի գործառույթ ունի։ Արարչի օգնականն է։ Խանդեցի մի տեսակ այծեմիկն ու Անահիտը այդտեղ չկան։ Այնտեղ չկա խանդ։ Այնտեղ կատարյալ ներդաշնակարաբերություններ են։ Հոգիների վերականգնման, վերանորոգման, բուժման հարցում Արարչի օգնականն է, իսկ երկրի վրա մեզ համար շատ կարևոր գործառույթ ունի։ Սև մոգության չեզոքացում, թուղթուգիր եւ այլն չարաճ, բոլոր բացասական երևույթների չեզոքացումը Աթինաս Պալազի մենաշնորհն է։ Բայց մենք ինչ ենք տրվում դրան։ Այդ թուղթուգրերին, չգիտես ինչի։ Դա մեր հիմարությունները։ Սխալ քայլերն են։ Ինչու է մարդը անverջ գնում։ Չէ, բայց մենք խորությամբ հավատում ենք, օրինակ, հատկապես մի քիչ մեծ սերունդը, չնայած որ փոխանցում։ Բայց դա իրականություն է, ինչպես կարող եք չհավատալ։ Ինչին չհավատակ, որ դա ազդում է մարդու իհարկե հակառակորդ կողմի գործառույթների մեջ է մտնում։ Ես դեռ թվարկում եմ Բայց կներեք, դա ասում են անգրագիտություն է, էլի, ոչ թե, ասենք, այտենց շարժվել է, ասենք, հավատալը դրան անգրագիտություն է։ Ոչ։ Հետամնացություն է։ Չարաչար սխալվում եք։ Ինչի մասին է խոսքը։ Եթե դուք դա անտեսում եք, չի նշանակում ինքը գոյություն չունի։ Դրանով մարդիկ են անգամ մեռնում, ընտանիքներ են կործանվում, փլուզվում է ամբողջ կյանքեր։ Դա ավելի շատ այդ հակառակորդի, այսպես ասած, ներուժն է, թե մարդու ներշնչանքը ինքը իրեն տանում է դեպի կործանում, որովհետև կներեք, ես չի որ պիտի ասեմ, դա ապացուցված նույնիսկ գիտական բաներ կան, որ մարդը ինքը իրեն կարող է տանել կործանման իր ներշնչանքով։ Ներշնչի, որ չգիտեմ, այդպիսի բաներ կա, ինչ խոսք է, թուղթուգիր են իրեն արել, ծև կատու ճանապարհը հատեց եւ այլն, սենց ինչ-որ բաներ։ Բայց չենք կարող բացառել, որ նաեւ կա եւ թուղթուգիրը, եւ աչքը, եւ նավսը, եւ իրոք այդ ամենը կպնում է մարդկանց։ Դա հակառակորդի գործառույթն է։ Եվ դուք չեք կարող ասել, այդ ինքն է իրան ներշնչում, թե իրեն կողքից ներշնչում Ես է։ մտածեցի մի քիչ այդ եզերքում ավելի առաջադեմ են, բայց սխալվեցի փաստի։ Ավելի քան առաջադեմ են։ Դե դրա առաջադեմը թուղթուգրով լավ։ Իսկ ինչ է ձեզ համար առաջադիմությունը։ Սմարթֆոն։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Չէ, դե մի քիչ ավելի գիտակից կյանքին մոտենալ, նայել, որ ասենք սև կատուն հատուկ չէր սպասում, էլի, թշնամին չի ուղարկել այդ սև։ Չէ, սև կատվի մասին չի խոսքը։ Ну, թեկուզ թուղթուգիր են։ Չարը Դա կամենալը։ գիտությունն է։ Ամբողջ աշխարհի, ասենք, առնվազն այնտեղ, չգիտեմ, թուրքերից բռնած մինչև շատ հայտնի ազգեր կամ ազգ մեր չլինելն են ցանկանում։ Հետո մենք վերացել ենք։ Եվ ծեսերով Ի հեճուկս իրենց չենք էլ վերանալու։ ներողություն, այս պահին արդեն մեր շնորհքը չի, որ մենք չենք վերանում։ Ո՞ն շնորհքն է։ Այ իրենց։ Գուցե, բայց բացառապես տղերքի արյան շնորհքն է ու մի քիչ էլ աշխարհաքաղաքական։ Տղերքի արյունը չխառնենք ոչ մի բան, դա Որտեւ իրենք կանգնեցին։ Սրբազան արյունը, այո։ Եռաբոլուրը այսօրվա մեր գոյության առհավատչյան է։ Բայց տեսնում եք, որ տղերքի արյունը այսօր մղծվում է։ Իհարկե տեսնում եմ։ Այնպես որ եթե իրենց պաշտպանությունը չլինի, մենք չգիտենք այսօր որտեղ կլինեինք արդեն։ Այդտեղ արդեն չեմ վիճում։ Իսկ որ ամենատարբեր ձեր նշած ու չնշած ազգերի ներկայացուցիչներ, ամենատարբեր մեզ համար շատ սրբազան վայրերում կատարում են
ծեսեր, որից մենք գլուխ չենք անում։ Դա ինչ կարող է նշանակել։ Ձեզ թվում է դա պատահականություն է։ Ձեզ թվում է դրանք ազդեցություն չեն ունենում մեր երկրի ճակատագրի վրա։ Ձեզ թվում է մեր զինանշանը, գերբը անվանենք հենց, մեր դրոշը, մեր օրհներքը, որոնք չի կարելի ընդհանրապես կիրառել, որևէ նշանակություն չեն ունենում մեր պետության ճակատագրի վրա։ Չի կարող այդպես լինել։ Եվ որևէ պատահական սխալ չկա այդ ամենի մեջ։ Դրանք միտումնավոր ներառված են մեր կյանքի մեջ եւ կատարում են իրենց սև գործը։ Անցնենք այո, այդ Աթինաս պալասին ասանք։ Աթինաս պալասին անցանք ապրոտիդե։ Ոչ թե դիտե, չմտածեք սխալ ենք ասում անվանումը, ապրոտիդե։ Ապրոտիդե։ Այո։ Ոչ թե Աֆրոդիտե։ Այո։ Ապրոտիդեն տնօրինում է մարդու աշխատանքային գործունեության ոլորտը, ֆինանսներ, հարստություն, բիզնես եւ այլն, երեխաների նորածինների ճիշտ ծրագրով օժտելու պատասխանատուն է, նրանց փոքր հասակում փորձանքներից ապահովագրողը եւ կենթանական աշխարհի հովանավորը։ Եվ ունենք Արտեմիսը, Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի, որի գործերգությունները ամենաշատն են գուցե։ Առողջապահություն, բուժում, արդեն ծանր է։ Արվեստ, գիտություն, դրանց բոլորի հովանավորումները, ճանապարհորդություն, որևէ բան եթե մոռացա, խնդրում եմ հիշեցրու։ Դե առանցքային ոլորտներ են, էլի։ Ստեղծագործական բոլոր պրոցեսների հովանավորը։ Հակառակ կողմը կներկայացնես։ Դե շարունակեմ։ Շարունակի ես կներկայացնեմ։ Որքան որ կհիշեմ, դիմելու կարգը ներկայացնեմ։ Հա, հակառակորդ կողմը բնականաբար հովանավորում է այս ամենի հակառակ պրոցեսները։ Քրոնոսը, չարություն, ատելություն, մանկապղծություն, սպանություն, ինքնասպանության դրդում, ինչ կա այնտեղ, դավաճանություն, ինչքան վատ բան կա, այո, հիմնականում, այո։ Բացի ընտանեկան դավաճանությունից, մնացած բոլոր դավաճանությունները ինքն է հովանավորում։ Եվ Աստղիկը հովանավորում է շատ տարօրինակ կերպով հակառակ սեռերի միջև սերը եւ միաժամանակ խանդը, դավաճանությունը, ընտանեկան նաեւ դավաճանությունը, որը նրա եւ Քրոնոսի համատեղ գործառույթների մեջ է մտնում։ Մի խոսքով բոլոր բացասական բաները, որ կարող են ֆինանսավորվել, հովանավորվել։ Մենք ավարտեցինք արդեն գործառույթների մասը։ Մոտավորապես։ Այո, մոտավորապես գործառույթներն ավարտեցինք, այստեղ կարելի է նշել նաեւ մի հանգամանք, երբ որ Արարիչը արարեց բոլոր երկնային տերերին, նրանք էլ ունեցան իրենց զավակներին դիցերին, մոտ 400 տարի Արարիչը ապրելով երկրի վրա նրանց հետ նրանց կողքին, նրանց ուսուցանել է, սովորացրել է հավերժական եւ առողջ կյանքի բոլոր գաղտնիքները։ Այնուհետև բավականին երկար ժամանակ ապրել է իր արարած մարդկանց հետ միասին եւ միայն 2.399.000 տարի առաջ նա լքել է մեր մոլորակը։ Տեղակայվելով Կարիճի համաստեղությունում այնտեղի մոլորակներից մեկում։ Այժմ նրանք էլ մեր երկնային տերտիրուհիները բնակվում են տարբեր մոլորակներում, ուրեմն բնակվում են Օրիոն համաստեղությունում, Ցուլի համաստեղությունում,
Խոյի համաստեղությունում, իսկ Քրոնոսը եւ Աստղիկը Կարապի համաստեղությունում։ Կարապի համաստեղություն էլ կա։ Այո, Կարապի համաստեղությունում։ Այնտեղ զբաղեցնում են համաստեղության մոլորակներից մեկը։ Եվ մի լրացում արարումից հետո առաջին բնակատեղին, որ տրամադրվել է Արարչի կողմից, այդ մեր 8 հոգում տերտիրուհիներին եղել են Սյունիքի քարանձավները։ 7 տարի նրանք ապրել են այնտեղ։ Հետագայում արդեն բնակարաններ են կառուցել եւ տեղափոխվել են բնակարանները։ Այնպես որ կյանքն սկսվել է Սյունիքից։ Հենց Սյունիքի քարանձավներից։ Շուրջան, դուք այս ամեն ինչը որտեղից գիտեք, նույն տեղից, մեր աղբյուրը չի փոխվում։ Բայց կան ուրեմն ներկյանքում բացասական երևույթներ, որոնք չեն հովանավորվում հակառակորդ կողմից։ Դա մարդու ընտրությունն է բացարձակ։ Եթե մենք վատ սնունդ ենք ընդունում, դրա մեղավորը Քրոնոսն ու Աստղիկը չեն։ Եթե մենք քիմիական դեղեր ենք ընդունում, դրա մեղավորը նրանք չեն։ Մեր սեփական, այսինքն նաև ընտրությամբ ենք մենք կանգնում փաստի առաջ եւ հայտնվում ծանր իրավիճակներում։ Ում ոնց կարելի է դիմել։ Այ որ խնդրի դեպքում։ Այ շատ կարևոր հարց, մեր հայրենակիցները նույնպես այս հարցը շատ էին հնչեցնում, ինչպես դիմենք, որպեսզի կապ հաստատենք, ինչպես դիմելն ու կապ հաստատելը, հա։ Ինչպես կապ հաստատենք եւ օգնություն խնդրենք նրանցից, բոլորին նույն կերպ ենք դիմում։ Այո, եթե մենք ունենք որևիցե խնդիրներ, որոնք անկարող ենք մենք ինքներս լուծելու, որովհետեւ եթե մարդը ինքն իր համար կարող է հաց վաստակի, ասենք կարիք չկա, որպեսզի դիմի, որ ասի դու ինձ հաց տուր, հա, հանապազորյա հաց տուր։ Այն խնդիրները, որոնք մենք անելանելի վիճակում ենք հայտնվել եւ չենք կարողանում լուծել, այդ խնդիրների դեպքում դիմում ենք։ Դե մենք գործառույթները նշեցինք, իհարկե, այս գործառույթներից ելնելով մարդիկ կտեսնեն, թե իրենց խնդիրը կոնկրետ ում գործառույթի հետ է կապված եւ նրան էլ կարող են դիմել։ Իսկ եթե չեն իմանում, ասենք, իրանց խնդիրը կոնկրետ ում գործառույթի հետ է կապված, ուղղակի կարող են անմիջապես խնդրանքի ժամանակ դիմել բոլորին։ Նրանք միևնույնն է լսում են երկնային տերտիրուհիները եւ անպայման ում գործառույթի մեջ որ մտնում է, նա էլ կարձագանքի։ Բայց շատ մի կարևոր բան կա։ Մենք ուղղակի այսպես չենք կարող ասենք դե լավ, հիմա դիմեմ, դե կլինի, չի լինի, սա իմ համար է։ Այս կապ հաստատելու համար շատ կարևոր է հավատքը, նախ ամենաառաջինը, որպեսզի մենք մեծ հավատքով մոտենանք այս ամեն ինչին, որովհետև միայն խոսքերը ուժ չունեն, նրանք չեն հասնելու տեղ։ Մենք այդ խոսքերի ժամանակ ուղարկում ենք վիբրացիաներ, իմպուլսներ, որոնք էլ օգնում են մեզ, որպեսզի մեր ձայնը հասանելի լինի տիեզերքում։ Սա շատ կարևոր է։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Որպես պարտականություն չի կարելի դիմել, այսինքն դա անիմաստ է։ Կարող է դիմել, պարզապես չի հասնում տեղ եւ ոչ մեկը նրանց օգնության չի հասնի։ Դե բա ոնց դիմես այսինքն սրտանց։ Այո, շատ սրտանց։ Ձեռի հետ ոնց կարելի է դիմել։ Դիմում են ձեռի։ Այնքան մարդ կա, որ ասում է լավ, լսեցի, իմացա, այդքան էլ նու հավատում եմ կամ չեմ հավատում, բայց դե լավ էլի իմ համարը, արի փորձեմ, կլինի, չի լինի, իհարկե չի լինելու։ Այսինքն նյութական բաներ պետք չի խնդրել, մի քիչ Աստված ջան փող տուր էլի ասում։ Չէ, կարելի է նաև ապրոտի դեին դիմել, որպեսզի բիզնեսում կամ ֆինանսի աշխատանքի մեջ գործերը հաջող լինեն, դրանում ոչ մի վատ բան չկա։ Եթե մարդը, այո, եթե մարդը աշխատում է, ջանքերա գործադրում, գործադնում, չէ, ինչ որ օգուտ է ուզում ստանալ։ Բայց որ չի ստացվում, դիմի որ ստացվի։ Իհարկե, այո, եթե դուք պապերն ասում են պետք է մի քիչ էլ հաջողվի, էլի։ Ձեր կողմից եթե դուք ճիշտ քայլերը անում եք, միայն այդ դեպքում իհարկե կօգնեն։ Բայց եթե նպատակը վատն է, իհարկե ոչ։ Բայց դե Թումանյանն ասում է չարն էլ է միշտ ապրում անverջ անեցքները չար գործին։ Այս սերիկա աշխարհում մի քիչ ստացվում է նաև որ
վատերն են հաջողության հասնում արգելերի հետ։ Դա թվացial է իմ կարծիքով։ Ինչն է թվացial։ Ոչ Թումանյանը գիտեր այս գիտելիքների մասին փառք ու պատիվ իրեն, ինչ որ ինքը գիտեր դա քիչ չէր, ոչ էլ ընդհանրապես շատ մեծ մտածողներ։ Իհարկե չարը ապրում է, քանի մարդը ընդունակ է չարը ընտրելու, քանի մարդուն տրված է ազատ կամք, իսկ դա միշտ է տրված լինելու, արարիչը երբեք իր պայմանը չի խախտում։ Դե ազատ կամք եք տվել այս ժողովրդին, գնացել է նախրի միջից էշի ճակատն է պատճել։ Հիմա ինչ եք ուզում էլ այդ ժողովրդին։ Ազատ կամք է տվել ենք։ Ուրեմն գուցե պիտի հակառակը լինի, չտալ ազատ կամք։ Ազատ կամքը միշտ հարաբերական է։ Դե ախր այդպես չէ, էլի, բռնապետության մեջ ապրում են 70 տարի, ասում են, դա ինչը անհավատ աշխարհ էր, բռնապետական էր, գրաքննություններ, ազատություն են տալի, ապականվում դառնում են կոնգլոմերատ, հետո ասում են, դե մեզ չի կարելի ազատ ապրել, անկախ չէ, մեզ պիտի մեր գլխին մեկը լինի։ Այդ ամենից առաջ պետք է Определитесь, ребята։ Այդ ամենից առաջ պետք է ճիշտ կրթություն, որպեսզի մարդը ներքին գրաքննություն ունենա։ Չափի զգացումը ամեն ինչի հիմքում է եւ ամենակարևոր բանն է։ Մարդու գոյության անհրաժեշտ պայման, չափի զգացում ամեն ինչում։ Այո, այդ սովետական ցենզուրան շատ ավելի ինչ որ տեղերում ազատ էր, քան այսօրվա ազատությունը։ Հա։ Դե ինչի մասին է խոսքը, ով ասաց, որ սա ազատություն է։ Չէ, ես չեմ գովերգում դրան կամ սրան, բայց հիմա անկախ ենք, բա ինչու աստվածները կամ բայց ով ասաց, որ դուք անկախ եք, ներողություն հետ ինչ եք ասում։ Չէ, դե ազատ կամք չի հիմա։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ջան, ինչ ուզենք չենք կարող անել։ Ոչ։ Իհարկե չեք կարող։ Ինձնից լավ գիտեք, որ չեք կարող։ Չէ, դե տիեզերական մասշտաբներով, մասշտաբներով, անգամ Հայաստանի մասշտաբներում, եթե դուք համարում եք, որ արդար պետություն է Հայաստանը։ Ես չեմ համարում արդար պետություն, բայց անհամեմատ ավելի ազատ ենք, քան 81 թվականին օրինակ, հա։ Ինձ համար ազատությունը եւ արդարությունը գրեթե նույնական են, եթե իմ ազգի շահերը ոտնահարվում են, եթե իմ ազգի լավագույն զավակները իրավազրկված են եւ իմ ազգի իրավունքները ընդհանրապես ոտնահարված են, ինչ ազատության մասին է խոսքը, ինչ իրավունքների մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը ընդհանրապես։ Դե դուք հիշեցրեցիք Նժդեհին, որովհետև Նժդեհը այդ մարդ ընտանիք հարթությունից բարձրացրեց, հա, ընկալում ընդհանրապես ազգ, հայրենիք, եկեղեցի այդ ընկալմանը, պետություն, բայց դե ինքը բարձրացրեց, իսկ մենք բարձրացանք։ Դե չէ, հենց էտա, դե ամբողջ խնդիրն է բարձրացավ, այսօր գտնվում է ամենածանր վիճակում։ Դե բա եթե մեր հովանավորներն են, մեր սիրելի աստվածները, երկրային եւ երկնային տիրույթներն ու տերերը, բա ինչու չեն մի քիչ օգնում կրթություն, մի քիչ այսքան բուրունդուկ չլնենք, էլի, այսքան տգետ չլնենք, էլի։ Որ կարողանանք ազատ կամքը ճիշտ դրսևորենք, որ այդ տղերքին հավուր պատշաճի մեր երկրային կյանքում արժանացնենք հարգանքի, մեծարանքի, խոնարհումի։ Իսկ ով է խանգարում դրան։ Չգիտեմ, ամբողջ տո 5G-ն էլ է խանգարում, տո թշնամին էլ է խանգարում, տո ներքին հիմարներն էլ են խանգարում։ Խանգարող միշտ կլինի։ YouTube-ն ու Facebook-ն էլ է խանգարում են, այնքան խանգարող կա։ Խանգարող շատ կա, իսկ կատարող էլի գալիս ենք մենք նույն կետին։ Մենք ուզում ենք մեր փոխարեն ուրիշը դա անի։ Չէ, տեսեք, դուք ասում եք ինչպես կապ հաստատել, վստահ եմ, կապ հաստատողների շատերը հիմարագույն խնդրանքներով են դիմելու։ Դա մերժվելու է, ընդհանրապես չի լսվելու։ Հետո ձեզ ասելու են, որ դա այսինքն ինչ շեքիաթ է։ Դա էլ մենք դրան էլ ենք պատրաստ։ Մենք գիտենք դա ինչ է։ Չէ, բայց նպատակն է, որ նորմալ չէ, adekvat համարժեք ընկալեն մարդիկ։ Ոսա ձեր ստեղծածը չի։ Համարժեք կընկալեն adekvat մարդիկ։ Եթե ձեզ թող չթվա, մենք մտածում ենք վաղը բոլորը նույն կերպ ընկալելու են այս ամենը։ Ոչ։ Ցավոք ոչ։ Պարզապես այն շեմին մոտ գտնվող, ստորին շեմին մոտ գտնվող մարդկանց մեջ գուցե զարթնի այն գիտակցությունը, որ իրենցից ինչ որ բան կախված է, եւ իրենց կյանքում, եւ երկրի կյանքում, եւ մոլորակի կյանքում։ Իրենք ի վերջո կենթանի չեն, բույս չեն,
իրենք սեփական քայլերով կարող են ազդեցություն ունենալ այս տիեզերքի ինչ որ կետի վրա։ Չափազանց կարևոր բան եք ասում, որովհետև ում խոսեցնում է դե ինձանից ինչ կախված, այնտեղ Ցարն ու Էրդողանը իրար հետ ինչ որոշել են այդ։ Բոլորը մտածում են, որ դիմացինը պետք է իրենց համար անի ինչ որ մի բան։ Այն ասում են թող աստվածները անեն, իրանք էլ նստեն բան։ Դե այդքան լավն են։ Դե դրա համար էլ այսօր հասել ենք այս վիճակին։ Չգիտեմ։ Բա դու ինչ անես։ Չէ, դե ասում եմ դե Արտակ ջան, դե հիմա ասում եմ Ցարն ու Էրդողանը որոշել են արդեն մեր վրա ինչ կա մեր։ Եթե Ցարի եւ Էրդողանի վճիռը պիտի իրականանա, ուրեմն արժանի եք դուք այդ վճիռը կրելուն։ Ինքը չի դիտակցում իր կարևորությունը, որ ինքը ուժ ունի, որ ինքը լսելի ձայն ունի։ Դարձել իր խնդիրն է, հասկանում եք։ Հնարավոր չի մարդկանց բոլորին, չգիտեմ, ինչ գիտակցություն հաղորդել։ Դրա համար գիտեք, Քայլ մեր պիտի անեն։ ծնողների, հատկապես մայրերի ուսերին շատ մեծ պարտականություն է դրված։ Ծնված օրվանից երեխային պետք է ճիշտ դաստիարակել ազգային արժեքներով։ Հայրենասիրություն, ընտանիք, ազգային գաղափարախոսություն այդ օրվանից։ Իրոք շատ մեծ խնդիր է դրված այսօր մայրերի ուսերին, որpիսի մենք ունենանք նժդեհներ, հասկանում եք, եթե մենք այսօր այդ կետից չենք սկսում, 20 տարեկանում դու նրան չես կարող ասել, եթե դու տեսնում ես, որ քո փողոցն աղտոտում են, մոտեցիր, ոչ մեկ այնքան անտարբեր են, ես ինքս տեսնում եմ փողոցում, մոտենում եմ, նկատողություն եմ անում, երեխա ջան, ինչի ես այսպես անում, չի կարելի, մեծի նկատմամբ այսպես չի կարելի, բոլորը զարմացած նայում են, ոչ մեկին դա չի վերաբերվում։ Եթե իրան անմիջապես չեն, բայց եկեք ու տեսեք, որ մի օր մենք առնչվելու ենք, այո, նրանք վերաբերվում են նաև մեզ։ Մի օր մենք անպայման խնդիր բախում ենք ունենալու նրա հետ, որը այսօր մերը չենք համարում։ Եվ այսօր էս մեր մասնատումն է։ Իսկ եթե մենք այս գաղափարներով աճենք, այս գաղափարներով մեծանանք ու զարգանանք մեր երեխաները, վաղը որ մի խնդիր լինի մեր պետության մեջ, հարկ չի լինի բոլորին հրավիրել, եկեք հավաքվեք, դուք դրա ամեն մեկը իրանց տնից վազելով դուրս կգան։ Լավ, գանք մեր թեմաներին մարդու կազմությունից եկեք խոսենք, որովհետև մենք եկանք միգուցե այս պահին աղոթելու կապ հաստատելու կարգից խոսենք, որովհետև հաջորդում է եւ ինքնված կապ հաստատելուն արդեն անդրադարձ։ Չէ, դեռ ոչինչ չի ասվել։ Դեռ ոչինչ չի ասվել այդ մասին։ Ուրեմն ցանկացած մարդ ինքը ինքնուրույն, պարտադիր չի որ հաճախի եկեղեցի կամ տաճար կամ ինչ որ միտեղ, որպեսզի կարողանա կապ հաստատի երկնային տերտիրուհիների հետ, նա կարող է իր տանը, իր անկյունում, փակ տարածության մեջ կապը հաստատել նրանց հետ եւ խնդրել ինչ ցանկանում է օգնություն, մեկ անգամ եւս ասացի, որ ոչ թե կարելի խնդրանքներ, որ դու ինքդ կարող ես անել, այլ անկարելի, որը որ քո ուժերից վեր է։ Եվ այս կապի միջոցը մեր կորցրած գիտությունների շարքից է, որը որ մենք կորցրել ենք։ Վերականգնված եւս մի գիտություն։ Ամենաճիշտ ժամերը կապ հաստատելու դա զույգ ժամերն են, առավելապես գիշերվա 2-ը, առավոտ լուսադեմ 6-ը եւ 8-ը։ Եթե չի հաջողվում այս ժամերին, կարելի է նաև կապ հաստատել մնացած օրվա բոլոր զույգ ժամերին, բացի գիշերվա 4-ից։ Ինչ ենք անում։ Կանգնում ենք դեպի արևելք, կարելի է կապը հաստատել դիմել նրանց եւ կանգնած եւ ծնկաչոք։ Դեպի արևելք։ Խաչակնքվում ենք 2 անգամ եւ Ներողություն, Գոհար ջան, ծնկաչոք չի կարելի նստել ոտքերի վրա ուղիղ ողնաշարով։ Ուղղաձիգ իրանով խաչակնքվում ենք 4 մատով, խաչը կապն է տիեզերքի եւ մարդկանց միջև, այսպես, եւ կարելի է կանգնած վիճակում խաչակնքվել միջև ոտքերը, դա խոնարհում է Տիրոջը։ Զույգ անգամ խաչակնքվելուց հետո արտասանում ենք կամ մտքում կամ բարձրաձայն Սուրբ Սրբոց երկնային Տեր Տիրուհիների անունները իրենց ամբողջական տիտղոսով։ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամաստ, Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տիրուհի ու այսպես տիրուհիների անունները հերթով։ Եթե ինչ-որ մեկը դժվարանում է հիշել տիրուհիների անունները, պարզապես կարող է Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամաստ եւ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհիներ։
այս ամբողջական տիտղոսը կրկնվում է 8 անգամ։ Այս թիվը շատ կարևոր է։ Իրենց կողմից չի ընդունվում 7-ը։ Եթե ինչ-որ մեկը խառնում է հաշիվը, թիվը խառնում է, ավելի լավ է 1 անգամ ավել, քան թե 1 անգամ պակաս կամ 2 անգամ ավել։ Որից հետո մարդը իր սրտի ցանկությամբ, իր խոսքերով, ինչ ցանկություն որ ունի, ինչ խնդրանք որ ունի նրանցից, կարող է ուզել այդ խնդրանքը, որպեսզի ասի, որպեսզի նրանք օգնեն իրեն։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Եվ վերջում, երբ մարդը հնչեցնում է իր խնդրանքը, վերջում արտասանում է ամեն եւ զույգ անգամ նորից խաչակնքվում է։ Այս գործողությունը պետք է կատարվի օրվա մեջ առնվազն 2 անգամ, զույգ անգամ։ Եթե վստահ չեք, որ կկարողանաք օրվա մյուս զույգ ժամի ձեզ կհաջողվի այն կատարել, կարող եք նույն ժամին 2 անգամ ամբողջությամբ կրկնել այս գործողությունը։ Եվ օգնությունը չի ուշանա։ Հետաքրքիր է։ Կխնդրենք, եթե կլինեն կատարողներ, նաև կիսվել մեկնաբանություններում, թե ինչ խնդրեցիք, ոչ թե ինչ խնդրեցիք, այլ ինչպիսի արձագանք եղավ։ Արդյոք եղավ, թե չեղավ, ինչպես զգացիք, ուժեղ էր, թույլ էր, ոչ թե ինչ-որ անհատական խնդիր ձևակերպեք։ Ովքեր կուզենան անպայման անվանական դիմել տիրուհիներին, ասենք նրանց անունները փորձեն մտապահել, եթե շատ կուզենան իրենք։ Հարգելի հյուրեր, մենք 10 րոպե ժամանակ ունենք։ Մենք ունենք 3 թեմա՝ մարդու կազմություն, պատվիրաններ եւ մարդկանց հարցերի անդրադարձը։ Մարդկանց հարցերին անդրադառնալու այդ անպայման պիտի անենք, կամ եթե կտեղավորվենք ենք ժամանակի մեջ, անդրադառնանք մյուս թեմաներին եւս։ Ովքեր կուզենան հենց անվանական իրենց դիմել, հերթականությունը հետեւյալն է. Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տերարամաստ, Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհիներ, Անաիդա, Այսեմիկե, Աթինաս Պալաս, Ափրոտիդե, Արտեմիսե։ Այս հերթականությամբ եւ այս ձևով 8 անգամ դիմում են։ Սա կարևոր է։ Այո։ Դա ավելի ճիշտ է, բայց եթե մարդիկ մանավանդ սկզբում դեռ անունները չյուրացրած դժվարանում են, լրիվ թույլատրելի է նաև Գոհարի ասած տարբերակը Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհիներ տարբերակը, ոչ անվանական։ Բայց դե ապագայում միևնույն է ավելի ճիշտ է անվանական դիմել։ Այո։ Ինչին եք անդրադառնում։ Պատվիրանները չափազանց ծավալուն թեմա է։ Առաջին հարցը, որ տրվում էր բավականին շատ, գիրքը որտեղից ձեռք բերել։ Գիրքը դեռ պատրաստ չի։ Ինչպես խնդրում եմ, որ գրքի մասին է խոսքը։ Իդեպ Գոհարը չափազանց տիտանական աշխատանք է կատարել, մոտ 800 մեկնաբանություն պատկասնում եք կարդալ եւ այսպես ծաղկակ խաղանել, հիմնականում առանձնացնել, խմբագրել։ Շնորհակալություն։ Գիրքը վերաբերվում է այս ամբողջ ինֆորմացիայից տեղեկատվությունը, որը որ մենք հավաքագրում ենք, գրքի տեսքով հանձնելու ենք մեր ունկնդրին։ Գիրքը դեռ պատրաստ չի, երբ որ պատրաստ կլինի, մենք իհարկե անպայման կտեղեկացնենք։ Երբ մարդիկ հարցնեն։ Իդեպ մենք կարծում էինք, թե գիրքը պատրաստ կլինի տարվա վերջին, բայց այս վերջերս ճշտումներ արեցինք ասեցին այս տարի դժվար դիցերից նրանք ասեցին, որ այս տարի չեք հասցնի վերջացնեք, որովհետև բավականին շատ թեմաներ կան, նոր թեմաներ, որոնք ամեն օր գրվում, ամեն օր ավելանում է։ Ուղղակի ճիշտ չի լինի, որպեսզի առաջի հատոր, հետո երկրորդ մենք ուզում ենք ամբողջը մեկում։ Ամբողջը մեկում, դրա համար պետք է մի փոքր սպասենք։ Ես հուսամ, որ մյուս տարվա սկզբներին արդեն կլինի գիրքը։ Մենք անպայման կտեղեկացնենք բոլորին։ Մինչ այդ մեր եթերներով կփորձենք ամենակարևորին անդրադառնալ։ Դե սպասումն էլ ավելի մեծ կլինի, ավելի մեծ հոց բազմություն կսպասի գրքին։ Հաջորդ հարցը. ինչ կարծիքի են դիցերը про большой адронный коллайдер։ Թույլատրելի սահմանում պատասխանեմ այս հարցին, կգա ժամանակ, որ մարդը ինքը կգիտակցի այս սարքավորման վատ ազդեցությունը իր վրա։
եւ 18 տարի անց ինքն իր ձեռքով կվերացնի սա։ Այդ ճշտած է։ Այո, այս ճշտած է։ Հաջորդ հարցը։ Հնարավոր է առանց Աստծո կամքի մարդկանց գիտնականներին հասանելի դարձնել կամ չակրաբացել ինֆորմացիա ստանալու համար։ Նախ չակրաների բացման վերաբերյալ մի քիչ երևի թյուրըմբռնում կա այստեղ։ Չակրաները չանցնենք չակրաներին, ուղղակի նշեմ անցնենք առաջ։ Չակրաները բացված են մարդու ծննդյան 42-րդ օրը, պարզապես ակտիվանում են նրանցից ամենաշատը 5-ը, եթե մարդը դեռ իր մարմնավոր մարդկային վիճակի մեջ է, դից չի դարել եւ այլն։ 5-ից ավել չակրա չի ակտիվանում եւ չակրաները ակտիվանում են կոնկրետ միջավայրի ազդեցությամբ, կոնկրետ նախադրյալների ազդեցությամբ եւ դա որևէ մեկը կողքից չի անում։ Դա նախադրյալներն են ստիպում, որ այս կամ այն չակրան ակտիվանա։ Այսինքն Աստծո կամք միջամտություն է տեղ եւ այլն, դա արդեն միջնորդավորված է կատարվում։ Եթե կարողացա Իդեպ 5-ն էլ եթե բացվում են, պատկերացրեք 86 եւ ավել տոկոս մարդկային վարկանիշ ունեցող մարդկանց մոտ են, որ 5 չակրան բաց են։ Իսկ մնացածները 2-3 շատ քիչ չակրաներ են բաց։ Բաց են բոլորը, ակտիվ են, բնականաբար եթե 87%-ը մարդկության 20-ից ցածր վարկանիշ ունի, բնականաբար հասկանալի է ինչ չակրաներ են ակտիվ այդ մարդկանց մոտավորապես։ Չակրաները նրանք էլ թվով 8-ն են, ոչ թե 7-ը։ Մենք մեկ այլ հաղորդման ընթացքում կանդրադառնանք չակրաներին։ Այս ինչ կարծրատիպեր եք կոտրում, հեսա յոգերներ են գրելու ձեզ։ Բարով գրենք։ Մեզ։ Իհարկե։ Եթե մենք հզոր ազգ ենք, ինչի չի հուշվում միասնության բանաձևը, իրար մեջք-մեջքի հզոր բերդ դառնալու մեր ոսողներից։ Լավ հարց է։ Նախ ես այնքան էլ համոզված չեմ, համաձայն չեմ, որ այսօր մենք հզոր ազգ ենք։ Ես գիտեմ մեր բոլոր արժանինքները, բայց թույլ տվեք չհամաձայնվել։ Եղել ենք մենք հզոր, եթե մենք մի պահ ազնվորեն շուրգանք նայենք, երբ ենք եղել հզոր եւ ինչ իրավիճակում, ինչ պայմաններում, այդ ինչն էր մեզ հզոր պահում, միանգամից ամեն ինչ հասկանալի կլինի։ Մեր ամբողջ ասելիքի գեր նպատակը հենց դա է։ Մի հատ հասկանանք մեր թուլության պատճառները։ Այդ պահին նաև կիմանանք հզորության պատճառը որն է եղել։ Ոչ, մենք հզոր չենք։ Մենք ունենք հզորանալու նախադրյալները։ Եթե տեղեկանանք այս ամենին, անհատական սեփական պատասխանատվության ստանձնում քո ապագայի, քո երկրի, քո երեխայի, նույնիսկ հարևանիդ երեխայի համար։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչը Life Armenia պրոմոկոդով։ Լավ։ Հաջորդ հարցը։ Չեմ հակաճառի։ Բայց հաջորդ հաղորդումներում այս թեման ինձ մոտ կնշեմ ու կհակաճառի։ Հա, որովհետև դա չափազանց զգայուն թեմա է եւ թույլ տվեք չհամաձայնել, որ այսօր էլ ենք հզոր։ Ոչ միայն ներուժն ունենք, այլ այսօր էլ ենք հզոր։ Կասեք, ասма, если вы такие умные, почему вы такие бедные, չէ՞, էլի հայտնի ազգի ասածն է, այդ նյութականով չի, այդ այստեղ աստվածների հետ համաձայն եմ, հա, այդ ոչինչ կվերականգնվենք։ Ավելի անասելի դաժան օրեր ենք ունեցել։ Գիտեք, ու այսօր եթե մի քանի խեղկատակ են ղեկավարում երկիրը, հա, այդ չափման միավոր։ Ես էլ ձեզ հետ համաձայն չեմ, մի րոպե։ Ամեն ինչ հարաբերական է, բայց վերջին 2000 տարում սենց ոչինչ, ավելի դժվար է եղել, ասելով, եկել հասել ենք այս Մխիթար Սպարապետի գլուխը, ասենք, ով կերավ։ Դավիթ Բեկինն ով կերավ։ Դե մենք ենք մեր Ինչու, իսկ ինչու։ Իսկ ինչու է ներքին թշնամին այդքան հզոր։
Որովհետև մենք ներում ենք ներքին թշնամիներին։ Որովհետև մենք ենք թույլանում։ Մենք կուլ ենք տալիս ամեն ինչ։ Իսկ ինչու ենք կուլ տալիս, որովհետև ինչ որ մեկը, որը չի եղել, մեզ ասել է ներիր։ Մենք էլ հավատացել ենք։ Չէ, դել այդտենց չի։ Հիմքը դա է։ Այդ կապը այդքան Հիմքը դա է։ Լավ։ Ինչպես այսքան ցածր վարկանիշ եւ վարքագիծ ունեցող մարդկանց վերադարձնել իրենց արժեքներին, արդյոք դա հնարավոր է։ Այո, իհարկե հնարավոր է։ Մարդը երբեք չի ուզում տեսնել ինքն իր սխալները, միշտ իրեն համարում է կատարյալ։ Իսկ մեր տված գիտելիքները բնականաբար մարդկանց նաև կօգնեն հասկանալու, որ մենակ իր կարծիքը չէ, նաև ով ինչ անում է, դա վերևից տեսնում են եւ համապատասխան գնահատվում է դա։ Եվ ամեն մարդ ինքը պիտի սովորի, եթե ցանկություն ունի վերադառնալու, հասենք իր արմատներին եւ փոխելու իր վարքագիծը եւ վարկանիշը, պիտի կարողանա սովորել ինքն իրեն ներսից նայել, քանի որ մեզանից բացի ոչ մեկ լավ չգիտի մեզ։ Ամենալավը մենք գիտենք որտեղ ենք մենք խաղում, մենք գիտենք ինչ ենք, արդեն երբեմն այնքան ենք մենք խաղում կյանքում, որ ինքներս էլ ենք հավատում մեր խաղացած խաղին։ Իրականում այդպես է։ Եթե մենք կարողանանք անցնել այդ մեր կատարելության այդ եսի վրայով եւ փորձել մեզ կողքից նայել այնպես, ինչպես վերևից նրանք են նայում եւ մնացած մեր կողքի մարդիկ են նայում, ու փորձել գտնել մեր թերությունները եւ աշխատել նրանց վրա, կարողանալ սա անել։ Անպայման կտեսնեք որոշ ժամանակ հետո, թե ինչպես կփոխվի եւ վարքագիծը, եւ վարկանիշը, եւ կհասնենք արդյունքի։ Այնպես որ դա հնարավոր է։ Հրաշալի, ավարտեցինք հարցերը։ Կարելի է ավարտել։ Եթե դեմ չեք այսօրվա համար այսքանով ամփոփենք, եթե կա ասելիք շատ կարճ 2 րոպե ընդամենը։ Եվ ես իմ կողմից նշեմ, որ մենք շարունակաբար անդրադառնալու ենք այլ ոչ պակաս կարևոր թեմաների, ընթացած մեր հյուրերը նշեցին դրանք, բայց եթե կարող ենք այսօր ամփոփել, խնդրեմ ամփոփենք։ Ուղղակի Գոհարի վերջին միտքը կուզենայի լրացնել։ Երբ որ մարդը կարողանա կողքից ինքն իրեն ուսումնասիրել, հասկանալ իր թերի կողմերը, ինքը պիտի իմանա, որ խնդրելով նախ նշենք, որ մեղքերի թողության համար մարդ ենք, մենք ակամա սխալներ գործում ենք, պետք է դիմել բոլոր տերտիրուհիներին, առամազնի եւ կանանց բոլորին։ Բայց նա պիտի իմանա, որ մեղքի գիտակցումը քիչ է։ Ներվելու համար կա մի նախապայման, տիեզերական անխախտ օրենք։ Այդ դա երբեք իրավունք չունենք մոռանալու։ Եթե սխալը չի ուղղվում, այն չի ներվում։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, շնորհակալություն, որ դիտեցիք նյութը, բարենորդագրվեցիք մեր ալիքին, իսկ մեզ հյուրընկալվել էին տիեզերքի հարցերով վերլուծաբաններ Լիլիթ Մարգարյանն ու Գոհար Գրիգորյանը։